Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմդ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք երկրորդ երկի 8-րդ գլուխը, որը կոչվում է Պարիշիտ Մահարաջի հարցերը։ Մենք մոտիկից ծանոթանում ենք արիացիների մշակույթի հետ, թե ինչպիսի մշակույթով էին արիացիները ընդհանրապես հարաբերվում ուսուցիչ աշակերտ ուրեմն այդ հարաբերությունների մեջ եւ տեսնում ենք, որ երբ որ խոսքը գնում է իրական կրոնական մարդկանց մասին, ապա եւ աշակերտներն են լինում անկեղծ եւ հոգեվոր ուսուցիչները։ Ես շատ եմ քննարկում ձեզ հետ այն թեման, որովհետև այո, այստեղ մի մեծ անարդարություն է տեղի ունենում, որտեղ մարդիկ իրենք շատ քննադատական վերաբերմունք կարող են ունենան հոգևոր ուսուցչի դիրքի հետ կապված եւ ընդհանրապես երբեք չեն քննարկում, թե իսկ ինչպիսի այլանդակություններ կարող են անել աշակերտները մեր դարաշրջանում։ Հա, ուրեմն այո, իհարկե, եւ ուսուցչի կողմից եւ աշակերտների կողմից աստվածամեժության դարաշրջանում կարող են լինել շատ եւ շատ տհաճ ուրեմն պահվածքներ, որոնք իրենք շատ հեռու են անկեղծության դաշտից։ Մենք ձեզ հետ կամաց կքննարկենք բոլոր այդ կետերը եւ հույսով եմ, որ ես կաջակցեմ նրան, որպեսզի դուք կարողանաք տարանջատել իրական հոգևոր ուսուցչին, կեղծ հոգևոր ուսուցչից, կկարողանաք հասկանալ ինչ է նշանակում լինել անկեղծ եւ իրական աշակերտ, հա, եւ կկարողանաք պրանիկնուցել էլի, այսպես էլի, որ ազդվեք ընդհանրապես այդ թեմայով, չէ, եւ այդտեղ ճիշտ մշակույթ կառուցեք, եթե որ երբևիցե որոշեք զբաղվել հոգևոր կյանքով եւ գտնեք ձեզ համար հարմար հոգևոր ուսուցչին։ Մենք տեսնում ենք, որ թե ինչպիսի հարգանքով էին ընդհանրապես արիացիները վերաբերվում սրբերին։ Այստեղ ամենակարևոր գաղափարը կայանում է նրանում, որ երբ որ մենք գործ ունենք հոգևոր պետության հետ, դա նշանակում է, որ այդ պետության մեջ ապրում են հոգևոր զարգացման մեջ շահագրգռված կենդանի էակներ։ Եվ որովհետև կա այդ շահագրգռվածությունը, չէ, հոգևոր մարդիկ իրենք ունենում են Գերագույն Աստծո, այստեղից սկսենք, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը աջակցում է իրական հոգևոր դաշտին եւ ապահովում է ամենակարևոր հիմքով հոգևոր գիտելիքով։ Այն գիտելիքը, որը տալիս է Գերագույն Աստծո անձնավորությունը, եւ այստեղ չեմ կարող չշեշտել, եւ նրա մաքուր նվիրալները, հա, այդ գիտելիքը ինքը հնարավորություն է տալիս, որպեսզի իրական կրոնական դաշտի մեջ չլինի կեղծիք։ Հիմա եւ ուրեմն մենք տեսնում ենք, որ այն պարագայում, երբ որ ազնվորությունները իրենք ունեն ճիշտ գիտելիք, հա, եւ անկեղծության դաշտում են գտնվում, կարողանում ենք տեսնել, որ այդտեղ սրբերին կարողանում էին ճանաչել։ Կարողանում էին ճանաչել ոչ միայն սրբերին, այլ եւ Գերագույն Աստծո անձնավորությանը, կիսաստվածներին, Գերագույն Աստծո ազնվորության մարմնավորումներին, չէ, որովհետև երբ որ արիացիները իրենք խոսում են նրա մասին, որ իրենց հասարակության մեջ Գերագույն Աստծո ազնվորությունը բավականին հաճախակի մարմնավորումներ էր տալիս, չէ, մենք դες հետ կտեսնենք, որ կան մարմնավորումներ, որոնց հնարավոր չի շփոթել, եւ որտեղ միանգամից պարզ է դառնում, որ սա առնվազն շատ գերբնական երևույթ է, չէ։ Իսկ կան այնպիսի մարմնավորումներ, որտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը գալիս է մարդկային հասարակության մեջ, մարդկային մարմնում, հա, եւ կենդանիակները իրենք ի վիճակի չեն լինում ընդհանրապես տարանջատել, չէ։ Եվ ասենք, այո, դրա ամենամեծ օրինակներից մեկը հենց Հիսուսն է։ Ես միշտ այդ հարցը քննարկում եմ։ Մենք բոլորս էլ պիտի հասկանանք, չէ, որ այն վայրագությունները, որով վարվել են Հիսուսի մարմնի հետ, դրանք խոսում են նրա մասին, որ այն ազնվորությունները, ովքեր դա անում էին, իրանք չէին գիտակցում, թե իրանք ում հետ գործ ունեն։ Չէ, որտեվ եթե մարդը ինքը ռեալ հավատար, ռեալ հասկանար, որ Հիսուսը ինքը Աստծո որդին է, հետո իրան
թույլ կտար, ով համարձակություն կունենար ընդհանրապես Հիսուսի վրա մտրակ բարձրացնել։ Հա? Էլ խաչելով вообще չեմ խոսում։ Ով կհամարձակվեր։ Բայց մարդկությունը ինքը չի ճանաչել, հասկանում եք, ինքը չի ճանաչել եւ հետագայում բոլոր կրոնականությունների մեջ այստեղ չեմ, նույնիսկ հիմա մեր ժամանակներում արդեն նաեւ Հնդկաստանում այդ ամբողջ գիտելիքի հետ միասին, հա, մարդիկ իրենք դադարել են, կորցրել են այդ ունակությունը ճանաչել իրական սրբերին։ Եվ այո, իհարկե, աստվածամեժության դարաշրջանում իրական սրբերը իրանք միշտ լինում են կշտամբանքների ենթարկված, տառապած, չգիտեմ, տանջամահ եղած եւ այլն, չէ, իսկ կրոնական կեղծարարները ուրեմն զբաղեցնում են պաշտոններ եւ ղեկավարում կրոնականության դաշտը ըստ իրենց նյութական կարիքների։ Եվ այս իրականությունից խուսափել հնարավոր չի, որովհետև դարաշրջանն է այդպիսի։ Սա հիմա այդ կենդանի էակների դարաշրջանն է։ Ես մի ծանոթ ունեմ, որը ինքը քրիստոնյա է բնականաբար, հա, եւ ինքը այսպես միշտ երբ որ զրուցում ենք, ես երբեք ասենք չեմ ճնշում իրան ոչ մի բան ծանր խոսակցություններով կամ արգումենտներով, որպեսզի ինքը չնեղվի, հա, եւ ինքը միշտ ասում է, այսպես չրած աչքերով ասում է, դու գիտես Սադա ջան, դու գիտես չէ, որ մենք հիմա ուղղակի սատանայի տակ ենք ապրում, էլի, այն ինչ որ կատարվում է մեր շրջապատում, դա լրիվ բան է, ասենք, լրիվ նորմալ է։ Ու ես ասենք շատ ուրախ եմ լինում, որ գոնե ինքը ինչ ասենք ինչ որ մի հատ այդպիսի մտածելակերպ ունի, որ իրան թույլ է տալիս, որպեսզի ինքը շատ էմոցիոնալ ռեակցիաներ չտա, էլի, ասենք աշխարհում տիրող իրականության հանդեպ։ Բայց մենք տեսնում ենք, որ երբ որ խոսքը գնում է արիական քաղաքակրթության մասին, արիացիները իրենք անկախ տարիքից, անկախ մաշկի գույնից, անկախ սոցիալական դիրքից, անկախ ամեն ինչից կարողանում էին ճանաչել սրբությունը, կարողանում էին ճանաչել մաքրությունը, եւ համապատասխան վերաբերմունք ցույց տալ։ Եվ եթե աստվածամեժության դարաշրջանում Աստծո որդուն խաչում են, Աստծո ծառաներին, չգիտեմ, մտրակում, տանջամահանում, փայտերով ծեծում, չգիտեմ, մարմինը 100 մասի բաժանում, ցցերի վրա նստացնում, եսի ինչեր անում, չէ՞։ Ապա իհարկե կարողանում ենք հասկանալ, որ այդ ամեն ինչը արվում է այն հիմքի վրա, որ կենդանիակները չեն կարողանում ճանաչել։ Եվ իրականում, այո, ներքինից, ինտուիտիվ գազազում են, երբ որ հանդիպում են մաքրության։ Ինչու՞, որովհետև իրենք այդ մաքրությանը չեն տիրապետում։ Հասկանում եք։ Եվ սա ինքը հոգեբանության տեսանկյունից շատ բարդ խնդիր է իրականում։ Այսպես ուրեմն, սիրելիներս, մենք կարողանում ենք տեսնել, չէ՞, որ շատ գեղեցիկ են հարաբերությունները, երբ որ երկու կողմերը իրենք բավականին անկեղծ են։ Շուկատևը Գոսվամին ինչ որ մի քանակությամբ գիտելիք փոխանցեց Պարիքշիտին եւ Պարիքշիտ Մահարաջը ինքը ամեն անգամ, երբ որ Շուկատևը Գոսվամին մենք դրա շատ անգամներ ենք հանդիպելու, որ ամեն անգամ, երբ որ Շուկատևը Գոսվամին ինքը ինչ որ մի բաներ, այսպես թեմայի պակետ ավարտում է, Պարիքշիտ Մահարաջը անմիջապես արագ-արագ սկսում է հարցեր տալ, որովհետև ինքը վախենում է, որ կարող է Շուկատևը Գոսվամին ինքը համարի, որ այսպիսով խոսակցությունը ավարտվեց։ Իսկ հոգևորուսուցիչը, իրական հոգևորուսուցիչը ինքը հենց այդպես էլ վարվում է, բայց աստվածակենտրոն դարաշրջանում հենց այդպես էլ վարվում է։ Կա հարց, կա պատասխան, եւ եթե էլ հարց չկա, պատասխան էլ չկա։ Եվ հոգևորուսուցիչը ինքը փոխանցում է ուղիղ այնքան գիտելիք, ինչքան որ պետք է փոխանցվի, ասենք, ըստ պահանջի, հա, ինքը կարող է շատ ավելի շատ բաներ գիտի, բայց երբեք այդ բաների մասին չի խոսում այնպես, որ ասենք աշակերտը ինքը ոչ էլ կռահում է,
Եվ մենք երեք կանգնեցինք, չէ, հենց այդ կետում, երբ որ Պարիքշիտ Մահարաջը անհանգստացած այդ հանգամանքից, որ ինքը կարող է իր կվալիֆիկացիան չհերիքի, որպեսզի ինքը այնպիսի հարցեր տա, որ Շուկադևը Գոսվամին ինքը արտահայտի իր մեջի եղած բոլոր ամբողջ գիտելիքը, եւ ինքը ստիպված եղավ Շուկադևը Գոսվամին խնդրել, որ խնդրում եմ, եթե կարելի է, ուրեմն պատասխանի այն հարցերին, որ ես տվեցի, եւ եթե կարելի է, ասենք, հաշվի մի առ, որ կան ինչ-որ թեմաներ, որոնց շուրջ ես չկարողացա հարցերը տամ, դու միևնույն է ինչ գիտես ասա, սա էր, չէ, ուրեմն իմաստը, եւ ուրեմն մենք շարունակում ենք մեր տեքստերը, Շիմոն Բաղավատամ, 2-րդ 8-րդ գլուխ, տեքստեր 25-ից, ով մեծ իմաստուն, դու Բրահմայի առաջին կենդանի էակի հետ նույն մակարդակի վրա ես, մինչդեռ մյուսները պարզապես հետևում են իրենց նախորդների, սպեկուլատիվ փիլիսոփաների կողմից հաստատված ավանդույթներին։ Ով ուսյալ Բրահմանա, թեև ես պահում եմ ամբողջական ծոմ, իմ ուժերը չեն նվազում, որովհետև ես խմում եմ անսխալական տիրոջ անձնավորության ուղերձի նեկտարը, որը հոսում է գետի պես քո խոսքերի օվկիանոսից։ Սուտա Գոսվամին ասաց, Շուկադևը Գոսվամին, որին Մահարաջը Պարիքշիտը խնդրել էր պատմել նվիրալներին Տեր Շրի Կրիշնայի մասին, շատ գոհ մնաց։ Մահարաջը Պարիքշիտի հարցերին ի պատասխան նա առաջին հերթին ասաց, որ տիրոջ անձնավորության մասին գիտությունը նախ հաղորդվել է Բրահմային, առաջին կենդանի էակին, որին այն ներկայացրել է ինքը Տերը։ Շիմոն Բաղավատամը վեդաներին լրացնող սուրբ գրություն է, եւ այն խստորեն համապատասխանում է դրանց։ Նա պատրաստվեց պատասխանել Պարիքշիտ թագավորի բոլոր հարցերին։ Մահարաջը Պարիքշիտը Պանդավա ընտանիքի լավագույն ներկայացուցիչն էր, եւ հետեւաբար գիտեր, թե ինչպես ճիշտ հարցեր տալ նրան, ով կարող է պատասխանել դրանց։ Եվ այսպես Պարիքշիտ Մահարաջը շարունակում է տալ հարցեր, հա, եւ ինքը ասեց նրա մասին, որ դու Տեր Բրահմայի հետ նույն մակարդակին ես գտնվում։ Իրականում, եթե մենք խոսենք իրանց հոգևոր մարմինների տեսանկյունից, ապա Շուկադևը Գոսվամին ինքը շատ ավելի բարձր է, քան Տեր Բրահման։ Ինչու՞, որովհետև Տեր Բրահման հոգևոր աշխարհում ինքը գերագույն Աստծո անձնավորության հզորության ասպեկտի նվիրալներից է, այսինքն իր գլխավոր աստվածությունը դա Նարայանան է, այլ ոչ թե Տեր Շրի Կրիշնան։ Շուկադևը Գոսվամին, ինչպես մենք ձեզ հետ քննարկել ենք, հա, ինքը ուրեմն բանից է, ասեք, ինքը հոգևոր աշխարհում Շիմացի Ռաթարանի, այսինքն գերագույն Աստծո անձնավորության գլխավոր սիրեցյալի կամ գլխավոր թագուհու, հա, բանն է, անձնական թութակը։ Եվ սա նշանակում է, որ կան իրադրություններ հոգևոր աշխարհում, եւ ես արդեն դրա մասին խոսել եմ, որ երբ որ գերագույն Աստծո անձնավորությունը եւ Շիմացի Ռաթարանին իրենք մնում են մենակ, այսինքն առանձնանում են, եւ դա իրականում այսպես եւ հոգևոր թեմաների մեջ դա ամենագողտրիկ գիտելիքն է, չէ՞, այդտեղ մնում են միայն ծաղիկները, որոնք հոգևոր աշխարհում նույնպես շատ այսպես արտահայտված գիտակցություն ունեն, հա, եւ ուրեմն եւ մնում են երկու թութակները, Տեր Շիմացի Ռաթարանի թութակը եւ Տեր Շրի Կրիշնայի։ Այսինքն Շուկադևը Գոսվամին ինքը վկա է լինում այն հարաբերությունների, ոչ թե մասնակից, այլ վկա է լինում այն հարաբերությունների, որոնց ոչ մեկ այլևս ոչ մի աշխարհում տեղյակ չի։ Եվ այս տեսանկյունից համեմատել Շուկադևը Գոսվամին Տեր Բրահմայի հետ, սա կլիներ ուրեմն Շուկադևը Գոսվամին հասցրած վիրավորանք։ Բայց մենք հասկանում ենք, որ Պարիքշիտ Մահարաջը ինքը ընդհանրապես ոչ մի Շուկադևը Գոսվամին ոչ մի բան վիրավորանք հասցնելու
ուրեմն բան չունի, միտում չունի, եւ երբ որ ինքը այստեղ ասում է, որ դու այդ առաջին ազնվորության, որտեղ Տեր Բրահման ինքը առաջին կենդանի էակն է, չէ՞, եւ ինքը ասում է դու նույն մակարդակի վրա ես, հա, նույն մակարդակի վրա ես, ոչ թե հոգեվոր ծննդի տեսանկյունից, հա, այլ դու այն ազնվորությունն ես, որը ինքը այն կոպիտ ասած գիտելիք ունի այն առաջի ձեռքից, հա, որտեղ Տեր Բրահմանն էլ, երբ որ ինքը հեսա շուտով մենք արդեն կքննարկենք այդ թեման, այդ իրադարձությունները կպատմի Շուկադևը Գոսվամին, երբ որ Տեր Բրահման կամ երկրորդական արարիչը ինքը բանականության մարմնավորումն է, եւ այդ դիրքում ծնվում է առաջագործության ժամանակ ծնվում է որպես առաջի կենդանի էակ, ինքը ամենաբանական ազնվորությունը, որը այդ տիեզերքում ինքը ամենաբանական ազնվորությունն է եւ դրա համար ծնվում է այդ դիրքում, հա, եւ այդ իմաստով հիմա Պարիքշիտ Մահարաջը ուղակի գովերքում է Շուկադևը Գոսվամին այն տեսանկյունից, որ ինչպես Տեր Բրահմայից ավելի բանականը չկա, հա, այդպես էլ Աստծո մասին գիտելիքի տեսանկյունից քեզանից ավելի բարձրը չկա, հա, մնացած բոլորը իրենք ինչ որ մի բանի հետևորդներ են։ Պարիքշիտ Մահարաջը ինքը ասեց Օվուսյալ Բրահմանը, թեև ես պահում եմ ամբողջական ծոմ, իմ ուժերը չեն նվազում։ Եվ սա ինքը շատ կարևոր թեմա է, արդեն որպեսզի մենք վերջնականորեն հասկացողություն զարգացնենք, որը մենք քննարկել ենք ձեզ այդ առաջի երկում, որ այս իրադարձությունները իրենք պատահական իրադարձություններ չէին, եւ Պարիքշիտ Մահարաջի հետ կատարվածը դա ոչ թե Պարիքշիտ Մահարաջի արատավոր բնության հետևանքն էր, այլ գերագույն Աստծո ազնվորության կամքն էր, եւ Տեր Շի Կրիշնան ինքը կամ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը օգտագործեց Պարիքշիտ Մահարաջին, այ հենց նրա համար, որպեսզի արտաբերվի Բhagavatam-ը։ Ես նկատի ունեմ այն էպիզոդը, երբ որ ինքը այդ օծը կախեց Բրահմանի վզին, չէ՞։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ այնտեղ, այսինքն ինչպես ենք մենք իմանում էլի, որ այսինքն սա հիմա այդ արարքը երբ որ կատարեց, ինքը պայմանավորված հոգի էր, թե ազատագրված, որտեղ ազատագրված հոգիները այդպիսի արարքներ են կատարում գերագույն Աստծո ազնվորության կամքի համաձայն, հա, իսկ պայմանավորված հոգիները այդպիսի արարքներ են կատարում գոյավիճակի ազդեցության տակ, չէ՞, բայց գոյավիճակը ինքը ունի իր հետևանքը, այսինքն երբ որ մենք տեսնում ենք, որ կենդանիակը ինքը ինչ-որ մի հատ արարք կատարեց, եթե դա գոյավիճակի ազդեցության տակ է, այսինքն կամ կրքերի, կամ թշնամանքի, կամ նյութական բարիության, հա, եթե այդ ազդեցության տակ է, ինքը պիտի ունենա իր հետևանքը, այն հետևանքը, որը բնորոշ է այդ գոյավիճակին, հասկանում եք։ Ես միշտ ասում եմ, որ ինձ համար ամենակարևոր խնդիրներից մեկը, որը ես շատ ուզում եմ, որ այդ լուծվի այս մեր հանդիպումների ժամանակ, դա նա է, որ ուսյալ հայերը իրենք հաշվի առնեն գոյավիճակների գիտությունը։ Ինչու համար, որովհետև եթե մենք հպվում ենք գոյավիճակին, չէ, մենք դատապարտում ենք մեզ որոշակի արդյունքի։ Եթե հայերը իրենք մտածում են, որ իրենք կարող են իրենց պահել ինչպես ուզում են եւ ստանան այն արդյունքը, որը ուզում են, ուրեմն այդպես չի լինում։ Հասկանում եք, չի լինում, եւ գերագույն Աստծո ազնվորությունը, ես կասեի հոգնել է ընդհանրապես, հա, հայերին ցուցադրել, որ այնպիսին է, ինչպիսին է դուք կաք, դուք մշտական արժանանալու եք ավիրման process-ների, չէ, եթե դուր են գալիս, խնդրեմ, հա, բայց եթե մենք ինչ-որ մի հատ ուրիշ իրականություն ենք ուզում, չէ, մենք ինչ-որ բաներ պիտի հասկանանք, ինչ-որ բաներ պիտի հաշվի առնենք, ինչ-որ բաներ պիտի փոխենք, որպեսզի կարողանանք ստանալ ուրիշ արդյունք, իսկ ուրիշ արդյունք ստանալը մեզ համար հիմա, դա գեր խնդիրն է, թեկուզ ես, եթե նկատել եք այս վերջերս արդեն ասում եմ դրա մասին, որ ուշացել ենք,
եւ շատ դեպքերում ես նույնիսկ ինչ որ չափով նույնիսկ չեմ էլ հասկանում, թե ինչի համար ենք մենք ընդհանրապես այս բաները շարունակում, որովհետեւ եթե այս ամեն ինչը ինքը հաշվի չառնվեց, ասենք հիմքը մնաց այն ինչ որ կար, հա, արդյունքները իրանք լինելու են այն ինչ եղել է միշտ։ Եվ ասենք ոնց որ էնտուզիազմից ընկնում ես էլի ինչ որ բան անելու համար, բայց եթե կոպիտ ասած աստվածից խոսացնում է, ուրեմն դեռ ինչ որ մի նպատակ կա, որպեսզի այս ամեն ինչը հնչի։ Հիմա ուրեմն ինչի մասին է խոսքը այստեղ գնում, չէ՞, տեսեք, ուրեմն Պարիքշիտ Մահարաջը, չէ, ինքը խոսեց նրա մասին, որ ինքը ծոմ է պահում։ Եվ նայեք, գոյություն ունի ըստ արիացիների գոյություն ունի 3 գոյավիճակ։ Մեկը դա առաջի եւ ամենացածր գոյավիճակը դա սանսկրիտ տամագունա, հա, այսինքն տգիտության գոյավիճակն է։ Տգիտության գոյավիճակն է, այս գոյավիճակի ազդեցության տակ կենդանիակները իրենք թշնամանք են տածում բոլորի համար, բոլորի հանդեպ, սա կենտրոնացված էգոիզմի գոյավիճակն է, երբ որ ազնվորությունը ինքը արժևորում է միայն եւ միայն իր սեփական շահերը, ինքը կարող է եւ իր այսպես կոչված ամենամտերիմների վրայով անցնի եւ ընտանիք դավաճանի եւ երկիր դավաճանի եւ հայրենիք եւ ընդհանրապես ամեն ինչ դավաճանի, մենակ թե ինքը իրականացնի իր ցանկությունները, այսինքն լավ ապրի, լինի ապահով, լինի պաշտպանված եւ հնարավորություն ունենա վայելել իր գոյությունը։ Իրան ընդհանրապես ուրիշ ոչ մի բան չի հետաքրքրում։ Եվ այստեղ հասկանում եք գոյավիճակը, չէ, ինքը, եթե ազնվորությունը ինքը մտավ թշնամանքի տրամադրության մեջ, չէ, այդ բացարձակ էգոիզմի տրամադրության մեջ, եւ ինքը սկսեց գործողություններ պլանավորել այդ մտավիճակով, տգիտության գոյավիճակի արդյունքը միշտ ավիրումներն են։ Հասկանում եք, միշտ, այսինքն ոչ մի ուրիշ բան չի կարող լինի։ Եթե մենք մտանք տգիտության սկիզբը, դա խողովակի նման է։ Այստեղ մտար, այնտեղից է դուրս գալու։ Ուրիշ ոչ մի տեղ ճանապարհում թեքվելու հնարավորություն չկա։ Всё։ Հասկանում եք։ Հիմա մենք կարող ենք ասենք արիացիները սխալվում էին։ Ես կասեմ նրանց արդյունքները ցույց են տալիս, որ այն ամեն ինչ, որ իրանք գիտեն, այն բոլոր սկզբունքները, որին իրանք հետևում էին, ճիշտ էին։ Որովհետև իրանք ունեին հզոր, տնտեսապես զարգացած, հա, եւ երջանիկ հասարակություն։ Ու ես չեմ հոգնի ասելուց, ինչքան ուզում եք առամարեք, չեմ հոգնելու ասելուց, որ այո, իհարկե աստվածամերժության դարաշրջանում եղել են հզոր պետություններ, հիմա էլ կան։ Իրանք ում հաշվին են հզոր։ Սովորական մարդու աղքատության եւ դժբախտության։ Ուրիշ ոչ մի։ Այսինքն կան հզոր պետություններ, բայց չկան երջանիկ պետություններ։ Հասկանում եք։ Եվ սա ակնհայտ է։ Ընդ որում չկան նույնիսկ այնտեղ, որտեղ որ այն մաքսիմալ կերպով մեր դարաշրջանի համապատասխան մաքսիմալ կերպով պահպանված են մարդու իրավունքները։ Հասկանում եք։ Ամենտեղ լիքը թերություններ կան։ Իսկ արիացիների արդյունքները այդպիսինը չէին։ Ուրեմն այն գիտելիքը, որ իրանք ունեն, այդ գիտելիքը իրանց վերում էր տալիս էր ճիշտ արդյունքներ։ Ուրեմն իրանք ինչ-որ բան գիտեին, որը մենք չգիտենք։ Եվ վերջ, սա սպիտակ ու սև է։ Հասկանում եք։ Եվ տեսեք օրինակ, չէ՞, ուրեմն եթե ազնվորությունը ինքը տգիտության պլատֆորմա, հիմա այնտեղ ասվեց, Պարիքշիտ Մահարաջը զգաց ինչ-որ մի հատ յուրահատուկ սով եւ յուրահատուկ ծարավ։ Գիտեք ինչպես էլի, այդ յուրահատուկ սովը ինքը կարող էր տեղի ունենալ աղքատ մարդու մոտ, չէ՞, որ ասեք, իրականում իր ամբողջ կյանքում երևի չի էլ հիշում, թե ինքը մի հատ այդպիսի դեպք ունեցել է, որ կուշտ է եղել։ Համաձայն եք, օրինակ ես միշտ պատմում եմ, երբ որ ես առաջի անգամ բախտ ունեցա գնալ Հնդկաստան, Ջագանաթ Պուրիում էինք,
անկեղծ եմ ասում, ես շոկի մեջ էի։ Իմ դիմաց գալիս էր մի հատ պապիկ։ Իհար, այսպես կոժը դե կոստի էլի, ոսկորն ու կաշիր էր վրան ընդամենը։ Գիտեք, ինքը սենց սոված են հազիվ ոչ թե ինքը ոտքերը քաշ էր տալի, ոչ թե որտեվ հիվանդ էր, այլ որտեվ սոված էր։ Ու ինքը թե վերջի անգամ երբ էր հաց կերել, ընդհանրապես չէր հիշում։ Ու որովհետև Հնդկաստանում աղքատ մարդիկ իրանք ահռելի քանակությամբ են, հասկանում եք, այն մարդը ինքը կարող է սովից ընկնի մահանա, իր վրա ոչ մեկ ուշադրություն չդարձնի։ Սովորական երևույթ է։ Եվ ոչ թե դրա համար, որ հնդիկները դաժան են, այլ որովհետև հնարավոր չի այդքան մարդու հանդեպ ուշադիր լինելը։ Հա? Եվ որ այդ պապիկը գալիս էր։ Եվ գիտեք, ես միշտ պատկերավորում եմ ինքը որ այսպես գալիս էր ու այսպես տեսակ վերև նայելով էր գնում։ Երկնքին նայելով, սես քաշ տալով, կսկս տալով, հազիվ սես ճոճվելով գնում էր, ես անհամաս մեսա կընկնի, այսա կընկնի, եւ երբ որ ես տեսա, որ այքը որ կուլ տվեց, թուքը կուլ տվեց, հա? Ու այդ թուքը կուլ տալը, ասես դրանք մերկ են, չէ՞, ման գալի, այս վերևի մասը մերկ էր, այս թուքը որ կուլ տվեց, այս միջև այստեղ ես զգացի, որ այդ մարդը այն միջև այս պորտը ինքը սովից ուղակի արդեն մահանում է։ Այնպեսի սովի զգացում ունի։ Եվ դու բնականաբար, երբ որ ես մի քիչ արագացրեցի քայլերս, խմբից առանձնացա, գումար տվեցի այդ պապիկին ու անցա։ Հետո ինձ խմբի մարդիկ այսպես բան արեցին, ասին մատը ջարջի մի հատ հետ նայեք, տեսեք այդ պապիկը ինչ է անում։ Ու երբ որ ես շուռ եկա, տեսա, որ ինքը ձեռքս էս հազիվ այսպես վերև էր պահում այդ փողը ձեռքի վրա, ու ինչ որ այսպես բաներ էր ասում, օրնում էր էլի։ Հասկանում եք, որ վերջապես այդ օրը ինչ որ մեկը նկատեց, որ ինքը սոված է եւ իրան կերակուր են տալու, չէ՞։ Ուրեմն այս սիտուացիաների մեջ մենք կարող ենք ասել ծայրահեղ սով էր, որ սենց պրամը բան էլի եսի միջ։ Պարիքշիտ Մահարաջը ինքը բամբակների մեջ ապրող արքա էր։ Ինքը չէր կարող, հասկանում եք, այնպիսի սով զգար, որ այդ սովի հիմքի վրա, հա, օծ վերցներ փաթաթեր սրբի վզին։ Էն էլ արիական քաղաքակրթության մեջ։ Եթե դա լիներ մեր ժամանակներում, ես լրիվ ուրիշ քննարկում կանեի, որտեղ մեր ժամանակներում սրբի վզին օծ կախելը դա սովորական երևույթ է, ընդհանրապես, որին կարելի է նույնիսկ ուշադրություն չդարձնել։ Բայց արիական հասարակության մեջ, այն էլ արիացի արքայի պահվածքի մեջ, արգումենտ բերել, որ ինքը ինչ-որ սով զգաց ու ծարավ զգաց, գնաց, բան, մտավ բրահմանի խրճիթը եւ վիրավորվեց, որ իրան այնպես չընդունեցին, ինչպես պետք է, ջուր չտվեցին, ուտելիք չտվեցին, հասկացաք, չէ՞, Եվ որ ասում են էփա ցավի ծիծաղը գալիս է, հասկանում եք, թե այդտեղ ինչ է ընդհանրապես նկարագրվում։ Չէ՞, այդտեղից ենք հասկանում, որ իրականում այ գունայ գոյավիճակի օրինաչափություն չկա, որտեղ սովը եւ ծարավը դա վերաբերվում է անմիջապես կոպիտ մարմնին, չէ՞։ Իսկ դա մեծ կոպիտ մարմինը ինքը տգիտության գոյավիճակի բանն է, էլի, արտադրանքը, այսպես ասենք։ Հա? Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն իսկ այդ գոյավիճակը ինքը պիտի բերեր նրան, որ նորից եմ կրկնում, Պարիքշիտ Մահարաջի հոգևոր կյանքը պիտի ավիրվեր։ Բայց մենք տեսանք երկու բան, երկու գործոն, որոնք իրանք երեք կներեք, որոնք իրանք ցույց տվեցին, որ իրականում գոյավիճակը այստեղ չի աշխատում։ Այսինքն այդ որ բանը Պարիքշիտ Մահարաջը ինչ-որ մի հատ յուրահատուկ սովի զգացում ունեցավ, այդ զգացումը իրան տվեց Աստված։ Ինչի, որ ինքը անի այդ արարքը, ինչ որ ինքը արեց։ Ինչի, որ հիմա հայտնվի Շուկադևը Գոսվամի առաջ, որպեսզի արտաբերվի Բhagavatam-ը։ Հա, հիմա տեսեք։ Հա, ինչ եք տեսնում։ Պարիքշիտ Մահարաջը ինքը օծ կախեց բրահմանի վզին, հա, եւ այդ սիտուացիան ինքը ավարտվեց նրանով, որ երբ որ ինքը ստացավ անեծքը եւ կանգնեց այդտեղ, չէ, նստեց Գանգեսի ափին, մենք արդեն դա քննարկեցինք։ Արիական քաղաքակրթության ամբողջ ամենաբարձրագույն իմաստուններն ու ինքնաիրականացված անձնավորությունները մեղվի պես եկան հավաքվեցին իր շուրջը։
Ինչի, որտեվ իրանք շատ լավ հասկանում են ինչ է նշանակում գոյավիճակ եւ ինչ է նշանակում գոյավիճակ չկա։ Եվ իրանք երբ որ նայում էին, իրանք տեսնում էին, որ այն ինչ որ տեղի է ունեցել Պարիքշիտ Մահարաջի հետ, դա վիրավորանքի հետ ոչ մի կապ չունի։ Որտեղ մենք ձեզ հետ խոսացել ենք, որ եթե բրահմանները իրանք մտածեին, որ Պարիքշիտ Մահարաջը ինքը վիրավորանք է հասցրել բրահմանին, մի հատ բրահման այդտեղ չէր մոտիկանա իրան։ Հասկանում եք։ Սա արիական քաղաքակրթությունն է, եւ իմաստունները իրանք հրաժարված են։ Իրանք ոչ հարուստ է, հարուստ չի, արքան է, արքան չի, այդտեղ այդպիսի բաները, այդպիսի խաղեր չկային։ Հասկանում եք, չէ՞։ Եվ տեսեք, հիմա մենք հաջորդ սիմպտոմն ենք տեսնում։ Սա է մեր քննարկում։ Մենք հիմա հաջորդ սիմպտոմն ենք տեսնում, որով Պարիքշիտ Մահարաջը հիմա արդեն Պարիքշիտ Մահարաջն է։ Այնտեղ բրահմանները ցուցադրեցին, որ Պարիքշիտ Մահարաջը վիրավորանք չի հասցրել։ Դա ինքը մաքուր նվիրալ է, եւ այստեղ հիմա ինչ որ տրանսցենդենտալ իրադրություններ տեղի ունենալու աստվածային կամքի հետ կապված, եւ բոլոր այդ իմաստունները հավաքվել են, որպիսի այդ իրադարձությանը մասնակից լինեն, որ ինչ է այստեղ կատարվելու, այ Աստված էս ինչ է անում այստեղ։ Բայց որ ինչ որ մի բան է պատրաստվում անի, դա բոլոր իմաստունների համար ակնհայտ էր, չէ՞։ Այսինքն մի կողմից իմաստունները ցուցադրեցին, որ Շուկադևը Պարիքշիտ Մահարաջը ինքը վիրավորանք հասցնող չի։ Հիմա Պարիքշիտն է խոսում դրա մասին։ Ինքը ասում է, ես երդում եմ տվել, որ 7 օր, 7 գիշեր, այսինքն մինչև իմ մահվան պահը այս րոպեից ոչ ուտելու եմ, ոչ խմելու։ Ինչի մասին է հիմա խոսում Պարիքշիտը։ Հիմա էլ ինքն է ցուցադրում, որ հարգելի հազարամյակներ հետո այս պատմությունը ուսումնասիրողներ, ուրեմն նկատեք, որ բրահմանները իրանք այնպես պահեցին, որ ես ոչ մի մեղք չեմ գործել։ Իսկ որպեսզի դուք համոզվեք, որ ես մեղք չեմ գործել, ես 7 օր, 7 գիշեր չեմ ուտելու ու ծոմ չեմ պահելու։ Ինչի համար, որ բոլորը հասկանան, որ ես այն անձնավորությունը չեմ, որ մի ժամ հաց ուտել չուտելուց այնպես սովածանայի, որ բրահմանի վզին օձ կախեի։ Որովհետև ես ի վիճակի եմ 7 օր, 7 գիշեր հաց չուտել, ջուր չխմել եւ ավելի փիս եւ չքնել։ Ինքը 7 օր, 7 գիշեր ոչ կերել է, ոչ խմել, ոչ էլ քնել։ Եվ իր ուշադրությունը մի վարքյան չի տատանվել, որտեղ եթե Շուկադևը Գոսվամին ինքը տեսներ, որ Պարիքշիտ Մահարաջը ինքը այսպես է լսում, հա, ոնց որ շատ դեպքերում, ասենք ժամանակակից մարդն է լսում, եթե ընդամենը մի ժամ բան է լսե, չէ՞։ Շուկադևը Գոսվամին կասեր տղաս գնա քնի, հա, երբ որ քունդ կառնես, կվերադառնաս, մենք կշարունակենք։ Որտեվ քնած մարդուն ինքը չէր պատրաստվում գիտելիք տեղափոխել, բայց Շուկադևը Գոսվամին ինքն էլ 7 օր 7 գիշեր ոչ քնել է, ոչ կերել, ոչ խմել, այլ միայն պատմել։ Հասկացաք։ Ուրեմն տեսեք, այ ինքը հիմա Պարիքշիտ Մահարաջն է ցույց տալիս, որ մի կողմից սրբերը իրենք հաստատեցին, որ այստեղ գոյավիճակ չի աշխատում, որտեվ իմ հոգևոր կյանքը չի տուժում, հակառակը ինքը հիմա ավելի հզորանում է, որտեղ ես հիմա այնպիսի խոսակցության մեջ եմ մասնակցելու, որտեղ իմ հոգևոր մակարդակը 100 անգամ կրկնապատկվելու է։ Հա, եւ այս խոսակցությունից ես դուրս չեմ գալու, այն ինչ որ կամ հիմա։ Հասկանում եք։ Եվ մյուս կողմից հիմա Պարիքշիտ Մահարաջը ինքը հաստատեց, որ ինքը տգիտության գոյավիճակի հետ ոչ մի կապ չունի, որովհետև եթե իր վրա ազդեր տգիտության գոյավիճակը, ինքը չէր կարող 7 օր 7 գիշեր չուտել։ Տգիտության գոյավիճակի ազդեցության տակ կենդանիակը միշտ զբաղվում է շատակերությամբ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն այս տեքստը, որտեղ Պարիքշիտ Մահարաջը ինքը այդպես արտահայտվեց, ինքը իրականում բավականին կարևոր տեքստ էր։ Հիմա Եվ ինքը ասեց, որ ես դա կարողանում եմ անեմ, որովհետև խմում եմ անսխալական տիրոջ անձնավորության ուղերձի նեկտարը, որը հոսում է գետի պես քո խոսքերի օվկիանոսից։ Ինչ
Ինչ է այս պահին պատմել Շուկադևը Գոսվամին։ Ինքը, եթե մենք արդեն արիացիների գաղափարախոսության բարձրուկների տեսանկյունից ենք խոսում, ընդհանրապես քննարկել է մի թեթև առաջագործության խնդիրները, ներկայացրել է Գերագույն Աստծո անձնավորության տիեզերական ձևը, գոյություն չունեցող ձև, որը ինքը հավաքական երևակայական ֆորմա է, որպեսզի մենք կարողանանք ճիշտ սկսել կենտրոնացումը Աստծո վրա, հասկանալով, թե նյութական աշխարհում ինքը որտեղ, ինչպես է արտահայտված, եւ ինչ որ առանձնապես դեռ ոչ մի բան չի հնչել, որովհետեւ ամենակարևոր բաները կհնչեն 10-րդ երկում։ Երբ որ Շուկադևը Գոսվամին ինքը կներկայացնի Աստծո մասին ամենագողտրիկ գիտելիքները, որոնց մասին երբեք այդ պահին մինչև այդ պահը երբեք չի եղել այնպես, որ այդ գաղտնիքները այդպես բացահայտ քննարկվեն։ Այդ գաղտնիքները իրենք քննարկվել են միայն եւ միայն այն ազնվորությունների հետ, որոնք իրենք արդեն որակավորում ունեին անցնել այդտեղ, որ բանանն էլի, ասենք, որ քննարկվի, որ ասենք իրենք բանեն, պատրաստ են արդեն վերականգնել Գերագույն Աստծո անձնավորության հետ իրենց հարաբերությունները։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա տեսեք, ինքը առանձնապես բան չի ասել։ Բայց Շուկադևը Գոսվամը, Պարիքշիտ Մահարաջը, չէ, հիմա մենք խոսում ենք արդեն, չէ, աշակերտի որակավորման մասին, թե ինչպես է գնահատում աշակերտը հոգևոր ուսուցչի բառերը։ Օրինակ, եթե ես իմ օրինակը բերեմ, չէ, ժամանակին, երբ որ ես փոքր էի, ես արդեն խոսել եմ ձեզ հետ, որ իմ հայրը ինքը հույն է։ Ինքը շատ կարդացած մարդ էր եւ միշտ փորձում էր մեզ բանանել, էլի, ներգրավել, ներքաշել այդ process-ների մեջ, որ հետագայում, երբ որ մենք կմեծանանք, մենք նույնպես լինենք կարդացող, հետաքրքրասեր, ճշմարտությամբ հետաքրքրվող մարդիկ։ Չէ՞։ Եվ ասենք, գիտեք ոնց, ինքը փոքր ժամանակվանից, երբ որ քննարկում էր մեր հետ, ասենք, նույն բարձր, երբ որ փոքր էինք, ինքը մեր հետ քննարկում էր հին Հունաստանի դիցաբանությունը, հա։ Եվ ասենք, այդ երբ որ ինքը մեր համար կարդում էր Իլիադան, Օդիսեյականը եւ այլն, չէ, այդ երբ որ ինքը կարդում էր մեր համար, ինքը մեզ սովորացնում էր ուշադրություն դարձնել խոսքերին, գնահատել ամեն մի խոսքը, որը այդտեղ արտասանվեց, հա, եւ հասկանալ, հետաքրքրվել, թե այդ խոսքը երբ որ ասվեց, այդ խոսքի ես միշտ ասում եմ հատակը, դնո, հատակային իմաստը որն է, հա, խորանալ բառի մեջ այնքան, ինչքան որ այդ բառը թույլ է տալիս, ինչքան որ ինքը իր մեջ իմաստ ունի, եւ միայն այդ խորանալուց հետո գալ եզրակացությունների եւ այդ եզրակացությունը դարձնել քոնը։ Այսինքն ինքը մեզ անձամբ ինձ ամենայն դեպս սովորեցրել էր, հա, եւ այդ սովորությունը գնահատել բառը, զգալ դրա իմաստը, հա, ընկալել, թե այդ բառը ինքը ինչ է տալիս քեզ։ Այդ սովորությունը ես ձեռք եմ բերել իմ աթեիստ հորից, որը հետագայում ես կարող եմ ասել, որ իմ հոգևոր կյանքում ես նույնիսկ դժվարանում եմ գնահատական տամ, հասկանում եք, թե ինչ կարգի ընդհանրապես օգուտ է տվել։ Հա, եւ ուրեմն այստեղ մենք հիմա տեսնում ենք, որ Շուկադևը Գոսվամին ինչ-որ առանձնապես եսի ինչ չի ասել, բայց Պարիքշիտ Մահարաջը, այն ինչ որ մեր համար առանձնապես եսի ինչ չի, այս է քննարկում, չէ՞ որ ասենք մի առանձնապես բան չի, էլի, ընդհանրապես փիլիսոփայություն է, դեռ հոգեբանություն չի քննարկվել,
Հոգեբանությունը մեր հետ քննարկել է Վյասադևան առաջի երկում, երբ որ ինքը պատմում էր պատմությունը, թե ընդհանրապես ինչպիսի իրադարձություններ տեղի ունեցան եւ այ ոնց սկսվեց փլուզվել արիական քաղաքակրթությունը, ոնց իր իրավունքների մեջ մտավ աստվածաբեժության դարաշրջանը եւ ինչպիսի իրադարձություն եղան, որ Պարիքշիտը հայտնվեց այնտեղ, որտեղ ինքը հայտնվեց, չէ՞։ Այնտեղ մենք տեսանք, որ լիքը հոգեվոր հոգեբանություն կար, որտեղ բոլոր այն ազնվորությունները, որոնց մասին ինչ-որ իրադարձություններ էին պատմվում, նրանք բոլորը մաքուր նվիրալներ էին։ Եվ ես հույսով եմ, որ մենք ձեզ հետ այնտեղ հոգեվոր հոգեբանության տեսանկյունից այնպիսի մանրուքներ ենք քննարկել, որոնք շատ պիտի բարձրացնեին այդ հոգևոր թեմաների ընկալման մշակույթը իմինը հոգեբանության տեսանկյունից, հա։ Եվ հիմա Պարիքշիտը ինքը ասում է, որ որովհետև ես կարողանում եմ ոչ ուտել, ոչ էլ խմել, հա, եւ ինքը ինչ ասում, ասում է ես երդում եմ տվել, որ ոչ ուտելու եմ, ոչ խմելու եմ, եւ հետևանքը։ Եվ դրա հետևանքով ես չեմ զգում, որ թուլանում եմ։ Եվ հիմա ինքը ասում է ինչի։ Ինքը ասում է ես այդպիսի բան չեմ զգում, որովհետև երբ որ դու խոսում ես, հա, քեզանից այնպիսի հոգևոր նեկտար է գալիս, որը ինձ կոպիտ ասած այսպես կշտացնում է։ Եվ ես ընդհանրապես ուժի անկում չեմ զգում։ Այսինքն ես չեմ ունենում այն արդյունքը, որը կարելի է ունենալ սովից կամ ծարավից։ Չէ՞։ Տեսեք, այս վիճակը, որի մասին հիմա խոսում է Պարիքշիտը, չէ՞։ Հիմա ամեն մարդ մենք ասենք ինչ-որ մի քանակությամբ ձեզ հետ խոսել ենք, չէ՞։ Հոգևոր թեմաներից, հենց նոր ասեցի, որ առաջի երկը ինքը իրականում շատ հարուստ է հոգևոր տրամադրություններով, չէ՞։ Բայց ասենք դուք ոչ մեկը չեք կարող ասել, չէ՞, որ այդ խոսակցությունների ժամանակ դուք ինչ-որ մի հատ այնպիսի բան էիք զգում, որը, ասենք, ձեզ բերեր նրան, որ դուք չկարողանայիք, այ օրինակ չկարողանայիք վերադառնալ նյութական աշխարհ, շփվել այդ աշխարհի հետ, դա նշանակում է չկարողանայիք կատարել պարտականություններ, չկարողանայիք, ասենք, գնալ աշխատանքի վայրում մտածեիք միայն այդ հոգևոր թեմաների մասին, որոնք լսել եք։ Այդպես չի, չէ՞։ Ինչու՞։ Որովհետև դուք գնահատում եք այդ գիտելիքը 10%-ով։ Հա, եւ դա ինչ է նշանակում, որ դուք թույլ եք տալիս, որպեսզի թեման, այդ հոգևոր թեման, որը ինքը իրականում ունիկալ է, չէ՞, ծածկվի ձեր նյութական հետաքրքրություններով, կապվածություններով, պարտականություններով, եսիմինչ, հիմա դուք սկսեք ձեր մեջ առարկել, որ դե ախր չեք կարող պարտականությունները, չգիտեմ ինչ, այդ ամեն ինչը արդարացում է։ Հասկանում եք, երբ որ ինչ-որ մի տեղ կա, չէ, որտեղ ինքը այսպես էլի մաքսիմալիստական է շատ, հա, եւ ես հիմա չեմ կշտամբում, ակավլիցի, այդպիսի տրամադրություն ընդհանրապես չկա, դա նորմալ է։ Մեր համար, աստվածամեժության դարաշրջանի ապրողների համար դա նորմալ է, որ մենք ընդհանրապես չենք հետաքրքրվել հոգևոր կյանքով եւ հիմա հանկարծակի, չգիտեմ ինչ բարձունքներից բան ենք լսում, որ մենք դա ըստ պատշաճի չենք գնահատում, դա նորմալ է։ Եվ դա բոլոր իրական հոգևոր մարդիկ բոլորը հասկանում են, որ իրանք ինչի մասին ուզում է խոսան, ընդամենը 10%-ով են հասկացված լինելու։ Հասկանում եք, ոչ մեկ ինչ-որ ակնկալիքներ չունի, բայց այստեղ մենք պիտի այդ Պարիքշիտի Մահարաջի այդ որակը զգանք, էլի, որ ասենք այ իրա համար Շուկատևը Գոսվամիի բերանից դուրս եկած բառերը այնպիսի ազդեցություն էին թողնում իրա վրա, ինքը այնպեսի չգիտեմ, այնպես էր ցնցվում вообще, ցնցում, հա, այդ լսածից, հասկանում եք, որ ոչ սովը, ոչ ծարավը իրան ուժասպառ չէր անում, հակառակը ինքը միայն էներգիայի պրիլիվ, էլի, հոսք էր զգում, հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա հաջորդը, որ Շուկադևը Գոսվամին էլ ինքը, այն ամենապարզագույն հոգևոր թեմաները, հա, ինքը որ բարձր էր, չէ՞, ինքը այդտեղից
Ինչ ուզում է խոսա, ուզում է փիլիսոփայություն խոսա, նույն ինքը եթե նույնիսկ քննարկեր ինչ-որ նյութական բաներ, միևնույնն է, դիմացինը այլ կերպ կազդվեր, հասկանում եք, բայց այո, իհարկե, հենց այդ պահին, հենց այդտեղ նստած անձնավորությունները, մենք դա արդեն քննարկել ենք, չէ՞, որ այնտեղ իրականում, ասենք, Պարիքշիտը եւ նրանք, ովքեր կարող են չուտել, չխմել, չքնել, նստած էին первый կրուգ, հա, առաջի շրջան։ Իրանց հետևը նստած էին իմաստունները, հա, որոնք իրենք շատ ավելի երկար կարող էին չուտեին, չխմեին, լսեին։ Նրանց ամենահետևում այնտեղ նստած էին ազնվորություններ, որոնք իրանք գիտեին, որ իրանք չեն կարողանալու չքնել։ Իրանք կարող արանքում մի քիչ քնել են, մի քիչ վեր են կացել, չգիտեմ, տուալետ են գնացել, եկել են, կարող է հաց չեն կերել, խնդիր չէր, բայց ջուր խմել են։ Այսինքն ընդհատումներով են լսել։ Հա, բայց Շուկադեվը Գոսվամին ինքը այդ նույն բարձունքից էր, չէ՞ խոսում։ Եվ ինչ որ մեկի վրա դա այնպիսի ազդեցություններ թողնում, ինչպես Պարիքշիտը ասեց, իսկ ինչ որ մեկն էլ հենց այդ պահին այն ծայրում քնած էր։ Հասկանում եք։ Եվ այդ քնածը ինքը չէր խոսում նրա մասին, որ Պարիքշիտը ինքը գիտելիք չունի, եւ մենք չենք կարող ասել էլի, որ այ Պարիքշիտ Մահարաջ ինքը ստից հոգևոր ուսուցիչ է, ընդհանրապես ոչ մի բան իրանից չի ներկայացնում, որտեղ այնտեղ ինչ որ մեկը քնած է։ Չենք կարող այդպիսի բան ասել։ Որովհետև նա ով որ քնած է, նա վերջում էր, իսկ նա ով որ անմիջապես Շուկադեվը Գոսվամիին լսում էր, նա ասում էր ես ոչ ուտում եմ, ոչ խմում եմ, ոչ քնում եմ, ու ընդհանրապես չեմ զգում, որ թուլանում եմ։ Շարունակի խոսա։ Ինչի հիմա, հենց հիմա այս պահին, Պարիքշիտ Մահարաջը ինչի այդ թեման բարձրացրեց։ Որտեւ ինքը վախենում է, որ ասենք եթե ինքը ծոմի երթում է տվել, կարող է ասենք Շուկադեվը Գոսվամին հանկարծ իրան այնպես բանանի գնահատի, որ ինքը հոգնում է, կամ ասենք ինքը սոված է, կամ հիմա ինքը ծարավ է, չէ՞, որտեվ հետո ինչ Պարիքշիտ Մահարաջը ինքը կարող էր որոշում կայացնել, որ չեմ ուտելու, չեմ խմելու, չեմ քնելու, այս ինչի չեմ անելու, չէ՞։ Բայց հետո 2 րոպե հետո կարող էր ռեալ վատանար, այդ սովածանար եւ ծարավեր։ Ինչ էր անելու Շուկադեվը Գոսվամին։ Շուկադեվը Գոսվամին ասել էր գնահատsker, նստի հանգստացի, հետո կգաս։ Ոչ էր ասելու ընկիստեղ ուշքից գնա, ես էլ քո ուշաթափված հալին, այստեղ ինչ-որ բաներ խոսամ։ Էդի կլներ են սովետական միության ժամանակ Շուրիկի հետ կապված ֆիլմերը, հա, որ Շուրիկը ինքը 15 օրով դատապարտվածի հետ պիտի բանաներ, այդտեղ մի հատ կերպար կար, չէ, ասում էր, ես քնեմ, իսկ դու պատմի, թե տեզերանավերը ինչպես են բանանում, ну как космические корабли бороздят сцену Большого театра, չէ, խառնել էր իրար вообще ամեն ինչը, հասկացաք, չէ, այդպիսի մի հատ խոսակցություն կլներ։ Եվ դրա համար Պարիքշիտ Մահարաջը ինքը ասում է, այ դա ինձի, տես, որ ես ոչ սովն էին վրա ազդում, ոչ քունն էին վրա ազդում, ոչ ջուրն էին վրա ազդում, ես ուշադրությամբ քեզ լսում եմ, կլանված եմ, այ ամենակարևորը ինքը դա ասես, չէ, կլանված եմ այդ թեմայով։ Եվ սա չի կարող լինի տգիտության գոյավիճակի ազդեցության տակ մարդու պահվածք։ Որտեղ տգիտության ազդեցության տակ մարդը ինքը կարող է որոշումներ կայացնել, որ ինքը ինչ-որ ասկետիկ բան է անելու, բայց իր մարմնի պահանջները իրան 5 րոպե հետո հաղթելու են։ Եվ ինքը ասել է, չէ, գրեք, սոված եմ, գնում եմ հաց ուտեմ։ Հասկացաք, չէ՞։ Ինքը սա շատ կարևոր եւ շատ նուրբ կետ է։ Եվ Սուտը Գոսվամին, մենք այսօր ավարտում ենք այս գլուխը, Սուտը Գոսվամին ինքը ասեց, որ Շուկադեվը Գոսվամին, որին Մահարաջը Պարիքշիտը խնդրել էր պատմել նվիրալներին Տեր Շրի Կրիշնայի մասին, շատ գոհ մնաց դրանից։ Եվ նրա հարցերին ի պատասխան նա առաջին հերթին ասաց, որ Տիրոջ ազնվորության մասին գիտությունը նախ հաղորդվել է Բրահմային, առաջին կենդանի էակին, որին այն ներկայացրել է ինքը Տերը։ Հա, եւ այստեղ
Շիվա արդեն Շուկադևը Գոսվամին է ասում, որ Բhagavad-ամը ինքը լրացնում է վեդայական սուրբ գրությունները եւ այն խստորեն համապատասխան է ամբողջ վեդայական գրականությանը։ Հա, մենք այս թեման արդեն քննարկել ենք։ Իրականում այս թեման ինքը արդիական չի, օրինակ իմ լսողների համար այս թեման ինքը արդիական չի։ Նրանց համար, ովքեր որ գնում են մեր ժամանակներում Դիանայի ճանապարհով, այսինքն պերսոնալ գիտելիքի ու Ուպանիշադների հիմքի վրա հոգևոր զարգացում ունենալու ճանապարհով, նրանց համար, ովքեր որ յոգայի ճանապարհով են փորձում գնալ ինքնազարգացման, այս խոսակցությունը ինքը շատ կարևոր է, որովհետև այդպիսի մարդիկ իրենք հերքողական տրամադրություն ունեն Բhagavad-ամի նկատմամբ, հա, իրենք համոզմունք ունեն, որ Բhagavad-ամը ինքը նախատեսված է սենտիմենտալ, պրիմիտիվ մարդկանց համար, ովքեր որ բարձր մտածելակերպ չունեն, բայց ես այստեղ շտապում եմ իրանց բոլորին հիասթափեցնել, որովհետև եթե իրենք ուզում են հասկանան, թե բhakti յոգայով զբաղվողները իրանք ինչ կարգի եւ ինչ մակարդակի են հասկանում փիլիսոփայությունը, իրանք պետք է ուշադիր լսեն Կապիլադևայի ուսմունքը, որը հենց Բhagavad-ամում է ներկայացված։ Եվ մենք ձեզ հետ բավականին երկար ժամանակ, կարելի է ասել 3 պտույտ քննարկելու ենք փիլիսոփայություն։ Եվ այն, որ Բhagavad-ամը ինքը 3 անգամ իրար հետևից քննարկում է փիլիսոփայությունը, դա խոսում է նրա մասին, թե ինչ մեծ նշանակություն է տալիս ընդհանրապես բhakti յոգան փիլիսոփայական հիմքին։ Արիացիները իրենք ընդհանրապես հոգևոր կյանքի ոչ մի փուլում սենտիմենտալությունը չեն ընդունել։ Հաշվի նստել են, հա, բայց սենտիմենտալներին իրանք վերցրել են եւ ամեն ինչ արել են, որ դարձվեն բանական, որովհետև իրական հոգևոր զարգացումը դա բանականության հիմքի վրա, ուրեմն հասկացողություն զարգացնելու հիմքի վրա գործընթաց է։ Հասկանում եք։ Նո, բhakti յոգայի արժանինքների կամ թերությունների մասին մենք ձեզ հետ կզրուցենք շատ ավելի ուշ։ Հա, իսկ այսօր մենք այս թեման ինքը նրանում է, որ կա ինքը Բhagavad-ամը ինքը պատմեց իր մասին, չէ, որ երբ որ Վյասադևան ինքը գրանցեց ամբողջ վեդայական գրականությունը, այն գրականությունը, որը հասանելի էր հասարակության համար եւ չտվեց այն ինչը որ գաղտնիք էր, այսինքն Աստծո մասին գիտելիքը, մենք տեսանք, որ հենց Բhagavad-ամում ինքը Վյասադևան նկարագրեց, թե ինքը ինչպես ունեցավ անհանգստություն, չբավարարվածության զգացում եւ ինչպես եկավ իր հոգեվոր ուսուցիչը, հա, Նարադա Մունին, որը ինքը հաստատեց, ասեց այո, դու չբավարարված ես, որովհետեւ չես ներկայացրել այդ գաղտնի գիտելիքը։ Ինչու համար, որովհետեւ աստվածաբեժության դարաշրջանում հենց այդ գաղտնի գիտելիքն է լինելու ենթադեպքների հոգեվոր զարգացման հիմքը։ Եվ կամաց ընթացքում քննարկելով այս թեմաները մենք հույսով եմ, որ կգանք հասկացողության։ Սա իրականում շատ լուրջ եւ շատ նուրբ քննարկելու թեմա է։ Հասկանում եք։ Եվ ինչու համար, որովհետեւ Ուպանիշադները, Պուրանաները, վեդայական գրականությունը ընդհանրապես կամ արիացիների թողած ժառանգությունը, չէ, ինքը այդպես է գալիս, ըստ Վյասադևայի նկարագրության գալիս է, որ Վյասադևան նստեց, այդ ամեն ինչը գրեց եւ ընդհատեց, որտեղ համարեց, որ ավարտեց։ Եվ ժամանակ անցավ, երբ որ ինքը զգաց անբավարարվածություն եւ եկավ Նարադամունին, հաստատեց իր անբավարարվածության պատճառները, հա, եւ ինքը հասկացավ, որ պիտի գրի Բhagavad-ամը։ Հա, եւ կան մարդիկ, որոնք իրենք
Պերսոնալ ճանապարհով են գնում կամ փորձում են յոգայի միջոցով հոգևոր զարգացում ունենալ, եւ իրանք հայտարարեցին, որ Բhagavatam-ը, այո, գրել է Վյասադևա, բայց դա այն Վյասադևան չէր։ Հա? Ну, աստվածամեժության դարաշրջանում ճշմարտությունը խեղդելու համար կեղծարարները իրենք ինչ հնարքների, որ ասես չեն դիմում, այդտեղ ոչ մի զարմանալի բան չկա, հա? Եվ հույսով եմ, որ ընթացքում, երբ որ մենք դες հետ կխորանանք Բhagavatam-ի մեջ, այ մենք արդեն սկսել ենք խորանալը, հա? Երբ որ արդեն այսպես լիարժեք կխորասուզվենք Բhagavatam-ի թեմաների մեջ, դուք կգնահատեք եւ նրա փիլիսոփայական բարձունքը եւ պարզ կտեսնեք, որ Բhagavatam-ը իր մեջ պարունակում է մի բան, որը չկա ուրիշ ոչ միտեղ։ Եվ եթե Աստծո հոգեբանությունը կարելի է անվանել սենտիմենտալություն, ուրեմն ցույց իմ ցավակցությունները։ Դուք ընդհանրապես ոչինչ չեք հասկանում ճշմարտության հետ կապված ոչ մի բան։ Կամ կիսատ եք հասկանում, լավ կներեք։ Ինչ որ տեղեր կան, որտեղ ես մեկ-մեկ խիստ արտահայտություններ եմ անում, խնդրում եմ կներեք, ու ամերիկացիները իրենք ասում են ոչ մի անձնական բան, ուղղակի բիզնես է, հա? Կամ հույն փիլիսոփան ասում էր. ես սիրում եմ քեզ, բայց դուք թանկ ես ինձ, բայց ճշմարտությունը ավելի թանկ է։ Եվ ես հույսով եմ, որ իմ որակավորումը կհերիքի, որպեսզի ես կարողանամ այնպես ներկայացնել եւ արիացիների փիլիսոփայությունը եւ նրանց հոգեբանության շուրջ գիտելիքը եւ նյութական հոգեբանության եւ հոգեվոր հոգեբանության շուրջ, որ ձեր մոտ չմնա հարցեր, թե իրականում ինչ է նշանակում բhakti yoga եւ ինչու է ինքը հայտարարվում որպես բոլոր յոգաների թագուհի։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, մենք ավարտեցինք այսօր եւս մի գլուխ եւ Աստծո ողորմածությամբ կարծում եմ, որ երկուշաբթի օրվանից կսկսենք 9-րդ գլուխը։ Ստեսություն ձեզ։